մի քանի կարճ հարց տամ։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները այսօր ինչ մակարդակի վրա են գտնվում։ Եթե օրինակ համեմատենք 1920 եմ ասում, այնքան խոսացիք 2021 թվականի հետ, ապա ինչ ունենք տեղաշարժ դեպի հարաբերությունների ջերմացում հստակեցում, թե դուք արդեն մեկնաբանեք։ Երկրորդ հարցը Հայաստանը այսինքն ՀՀ քաղաքացիները դուք եւս անդադար լսում ենք ադրբեջանական կողմից ինչ որ նախապայմանների մասին, խոսում են սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Մինսկի խմբի եւ այլն։ Դուք որ ասեցիք հանդիպել եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Ձեր զրույցներում դուք իրենց հարց տալիս եք այդ նախապայմանների, այսինքն չստորագրելու առիթ եք, եթե այդպես է ավելի լավ է ազնվորեն ասեք, մենք մեր պատրաստ չենք մեր ժողովրդին ասենք, որ Հայաստանը թշնամի չէ եւ չգիտենք ինչ անենք։ Կարծում եմ այդ խոսակցությունը ավելի լավ է, քան թե այսպես հերթական, օրինակ, եթե ես տեսականորեն ասեմ, Հայաստանը հայտարարի, որ այդ երկու սահմանադրությունը վաղվանից փոխած է եւ Մինսկի խումբն է լուծարված ենք համարում, կգտնեն եւս 4 նախապայման։ Եկեք, այս կարծում եմ պետքա բարձրաձայնել այս խոսակցությունը, որpիսի Ադրբեջանի հասարակությունն է տեղեկացված լինի, որն է այդ ձգձգման պատճառը, Հայաստանի հասարակությունն է տեղեկացված լինի, եւ երրորդ հարցը Սիրիայում իշխանափոխություն կամ չգիտեմ հեղափոխություն եղավ, որից հետո մենք այնտեղ դեռ տասնյակ հազարավոր հայեր ունենք, կոնտակտ կա Սիրիայի իշխանության հետ եւ հայ ժողովրդի այնտեղ գտնվող անվտանգության վիճակը ինչպիսին է, որովհետեւ շատ քիչ կոնտակտ կա, ոնց որ ինչքան հասկանում եմ, եւ ամեն վարքյան, եթե հաշվի առնենք այնտեղ ինչ ովքեր են իշխանության եկել, այդ մարդկանց կյանքը վտանգի տակ է համարում եւ համառոտ 4-րդ հարցն էլ, ինչ եք կարծում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը որքանով է խոչընդոտում հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Շնորհակալ եմ հարցերի համար, պարոն Ազյան, ասում եք ինչպես գնահատեք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները այսօր համեմատած 1920-ի հետ, պարոն Ազյան, կներեք Աստված չանի համեմատենք 1920-ի հետ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որովհետև 1920 թվականին Ռուսաստանը մի պետություն էր, որ ուզում էր գրավել Հայաստանը եւ դարձնել Ռուսաստանի մաս, ինչը եւ հետո տեղի ունեցավ։ Ես մեծ հույս ունեմ եւ հավատացած եմ, որ այսօրվա մեր ռուսաստանյան գործընկերները այդպես չեն տրամադրված եւ այդպիսի վատ պլաններ չունեն Հայաստանի Հանրապետության մասով։ Մեր հարաբերությունները այսօր Ռուսաստանի Դաշնության հետ շատ գործընկերային են, գիտեք, թղթով մեր հարաբերությունները պարտավորությունները սահմանված են, մենք փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորությունները իրար նկատմամբ իրականացնենք եւ ըստ էության, այսինքն ունեցած պայմանագրի լիարժեք իրականացման ենք ձգտում, բայց եւ այդ պայմանագրից կամ եղած փաստաթղթերից անդին մենք ունենք, այսինքն շատ լավ համագործակցություն տարբեր ոլորտներում, մենք նույն ինտեգրացիոն կառուցում ենք Եվրասիական տնտեսական միության Հայաստան շահեկան համագործակցություն, իր համար շահավետ համագործակցությունն է այդտեղ։ Այնպես որ ես գնահատում եմ նորմալ։ Վերջերս էլ արտգործնախարար Լավրովն էր այցելել մեզ այստեղ Երևան, այսօր էլ տիկին Մատվիենկոն, հիմա սա չի նշանակում, ամեն ինչ անամպ է եւ ամեն ինչ հարթ է, իհարկե ոչ, կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերները իրենց դիրքորոշում ունեն, իրենց ընկալում ունեն իրադարձությունների, իրենց պատճառաբանություն ունեն, որոշ դեպքեր ինչու այդպես ստացվեց, մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է։ Եվ այս մասին գիտեն մեր ռուսաստանցի գործընկերները, մենք իրենց դիրքորոշման մասին գիտենք եւ ինչ որ կերպ նորմալ ապրում ենք այդ տարբերություններով, աշխարհը փուլ չի գալիս։
մենք իրենց մեղքն ենք տեսնում ինչ-որ բանում, իրենք գուցե մեր մեղքը ինչ-որ բանում, մենք համոզված ենք, որ մենք ենք ճիշտ։ Օրինակ, բայց սա, այսինքն մի մասն է, որտեղ կան անհամաձայնություններ, կան բազմաթիվ այլ մասեր, որտեղ կան համաձայնություններ եւ նորմալ համագործակցություն, առողջ հարաբերություններ են եւ ցանկացած հարաբերություններ կարծում եմ այդպես էլ լինում են։ Սիրիան, եթե կհիշեք, այն օրերին, որ այդ փոփոխությունը Սիրիայում տեղի ունենում, մեր օրինակ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը, այնուհետև նաև Դամասկոսում ուրեմն դեսպանության անձնակազմը ստիպված եղավ դուրս գալ, հա, բայց շատ մի քանի օր անց մեր ուրեմն անձնակազմը վերադարձավ իրենց ծառայության վայրեր եւ մինչև այսօր շատ սահուն եւ նորմալ ընթացքով իրականացնում իրենց ծառայությունը մենք նոր իշխանությունների հետ Սիրիայի կոնտակտները հաստատել ենք մենք հումանիտար օգնություն ենք ուղարկել օրինակ Հալեբ որովհետեւ ճգնաժամային իրավիճակերը ըստ էության առաջին հարաշտության ապրանքների էական դեֆիցիտ կար այդ հումանիտար ծառայությունը եթե քիշեք գնաց ցամաքային տարածքով Թուրքիայի տարածքով սահմանը անցագետը բացվեց, մեր բեռնատարները գնացին, հումանիտար օգնություն տեղ հասցրեցին, հիմա էլ ունենք նորմալ խոսակցություն, ինչպես բազմաթիվ այլ երկրների իշխանությունների հետ։ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը որքանով է ուրեմն խանգարում կամ նպաստում ՀՀ այլ երկրներ հարաբերություններին որևէ կերպ որևէ մի երկրի հետ օրինակ հիմա հարցնում եք Միացյալ Նահանգներ, ես պատասխանում եմ Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության մասին, բայց նաև այլ երկրների մասին նույնը կարող եմ ասել։ Մեր եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն, լինի դա Ռուսաստանը, լինի դա Իրանը, լինի դա, չգիտեմ, որ Մադագասկարը։ Եվ մենք սա հարցերի առաջանալու դեպքում բարձրացնում ենք բոլոր գործընկերներին։ Այնպես ինչպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մենք երբեք թույլ չենք տա, որ ուղղված լինեն որևէ այլ երրորդ երկրի դեմ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Միացյալ Նահանգներ-Իրան, ուրեմն համատեքստին, մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացրել ենք եւ վերջերս էլ թարմացրել ենք այս տեղեկացումը, որ մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները ի նպաստ բերել մեր երկու այլ ուրեմն թեկուզ եւ հակադիր դիրքորոշումներ եւ դիրքավորումներ ունեցող գործընկերների միջև հարաբերությունների նորմալացման, հարաբերությունների կարգավորման նորմալացման արդեն բավականին մեծ փորձ ունենք կուտակած, կարող ենք իսպաս դնել մեր գործընկերներին։ Սահմանադրության հարցը։ Սա, պարոն Ազարյան, ինձ թվում է ամենաէական հարցն է այսօր քննարկվող հարցերի։ Իսկ ոչ թե սահմանադրության, այլ այն ինչ համատեքստով դուք ներկայացրեցիք։ Ուրեմն կարա լինի տեսական երկու իրավիճակ։ Ադրբեջանը անկեղծ է իր մտահոգություններում, այս մարդիկ անկեղծ են մտածում, մեր սահմանադրությունում կա գրված մի բան, որը մեզ թույլ չի տալու խաղաղ եւ համերաշխ ապրել եւ համագործակցել հետագա տարիներին։ Եթե Ադրբեջանը անկեղծ է, ապա լավագույն ճանապարհը եւ ամենակարճ, ամենաուղիղ ճանապարհը փարատելու այդ մտահոգությունները հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որովհետեւ բոլոր լուծումները խաղաղության պայմանագրում են նախ տեքստում եւ երկրորդ եկեք հիշենք վավերացման մեխանիկան։ Ստորագրումից հետո մենք վերցնելու ենք այդ փաստաթուղթը եւ գնանք դիմենք Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանը, որ աշխարհում միակ մարմինն է, որը իրավունք ունի մեկնաբանել մեր սահմանադրությունը եւ ոնց Սահմանադրական դատարանը ասեց ըստ այդմ էլ այդպես է, ուրեմն գնալու ենք հարցնենք Սահմանադրական դատարանին եւ Սահմանադրական դատարանը կարող է ասել, որ այս թուղթը, որտեղ գրված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Ալմաթայի համաձայն եւ ԽՍՀՄ փլուզման ուրեմն պահին երկու երկրների միջև եղած սահմանների շրջանակներում այդ դա համապատասխանում է սահմանադրությանը, ուրեմն վերջ Ադրբեջանի մտահոգությունը փարատվեց։ Ասի Սահմանադրական դատարանը, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուրեմն Ադրբեջանի մտահոգությունները փաստացի արձանագրվում է, որ տեղին են։ Ես տեսական դատողություններ եմ անում, որտեղ այլ չի կարող լինի, հա, տրամաբանական չի։ Այդ ժամանակ էլ մենք կորոշենք արդեն մեր անելիքը, եթե հանգարց ասի, որ չի համապատասխանում։ Մեր իշխանությունը կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը կգա ժողովրդին կասի, բայց սա շատ անհավանական է։ Երկրորդ սցենարը, որովհետև մի անգամ արդեն անցյալ սեպտեմբերին նմանատիպ հարցով Սահմանադրական դատարանը արդեն դիրքորոշում արտահայտել։
ինքը մեկ այլ փաստաթղթի դելիմիտացիաների հանձնաժողովների ուրեմն կանոնակարգը վավերացնելիս համանդրական դատարանը նույն սկզբունքին ալմաթային արդեն հայտնել է, որ սա այս սկզբունք սահմանադրության համապատասխան է, հետեւաբար խիստ անհավանական է, բայց այնուամենայնիվ եթե համանդրական դատարանը խաղաղության պայմանագրի մասով կասի, որ չի համապատասխանում սահմանադրության, այն ժամանակ ամենայն հավանականությամբ մեր քաղաքական ուժը կգա եւ կասի սիրելի ժողովուրդ, այսպիսի իրավիճակ, այսպիսի խնդիրներ մենք էլ առաջարկում ենք այս լուծումը։ Ժողովուրդն էլ կորոշի այդ լուծումը լավ է թե չէ։ Ասում ենք սա իրանց, անշուշտ, պարոն Ազարյան, ասենք ոնց եք պատկերացնում, հանդիպենք, ամենաէական թեմաների մասին խոսանք եւ չասենք, լավ, հարգելի հարևաններ, հիմա դուք լուրջ մտածում եք, որ այդ սահմանադրության մեջ խնդիր կա, թե ժամանակ եք ձգում։ Իհարկե ասում ենք, ցավոք սրտի ես չեմ կարող ասել, որ ես ստացել եմ, ես կամ մեր մյուս գործընկերները վարչապետի հանդիպումների ընթացքում այս տեսակ հարցադրում անելիս ունենք լիարժեք եւ սպառիչ ադրբեջանական կողմի պատասխան, որը ես կարող եմ ձեզ հիմա ներկայացնել։ Այդպես չի ցավոք։ Մենք միաժամանակ նաեւ ասում ենք, որ նայեք, այս պատճառով դա խնդիր չի։ Բայց եթե խնդիրը կա, քիչ առաջ նկարագրեցի, սենց լուծում եւ այլ մեր հանդիպումների մեծ հաշվով իմաստ եւ հիմնական խոսակցություն է վերջի շրջանում, հատկապես տեքստի ուրեմն համաձայնությունից հետո ըստեյության այս ոգով եւ այս ոճով է ընթանում, բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել։ Կարող եմ ասել լավատեսականն է, որ խոսակցությունը փակ չի, խոսակցությունը ավարտված չի, խոսակցությունը ընթանում է եւ կրկին ես զուշավոր լավատեսություն կհայտնեի այն մասին, որ իրատեսական շանսեր կան մոտ ապագայում նաեւ հաջող ավարտական ուրեմն փուլ մտնել, հաջող ավարտ ունենալ։